Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյան, այս պայն ես հյուրընկալել եմ անվտանգային հարցերով փորձագետ Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանին։ Պարոն Նահապետյան, ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հրավերություն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, անմիջապես ուզում եմ խոսել եկեղեցու թեմայից, որտեղ իրավիճակը ակնհայտորեն ավելի ահագնանում է եւ կարելի ասել, որ օղակը սեղմվում է նաեւ Մայրաթորի շուրջ այն տեսանկյունից, որ երեք փաստացի Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացավ նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Ինչու եմ ասում փաստացի միացավ, որովհետև իհարկե ինքը չհայտարարեց փաստացի միանալու մասին, բայց գործողությունների տրամաբանությունը հենց դա է հուշում, հա, առաջինը, որ փաստորեն ինքը մասնակցեց մի պատարագի, որտեղ հատուկ զեղչվեց Վեհապար Հայրապետի անունը, ինչը կանոնական խիստ խախտում է, սա մեկ։ Երկրորդը, որ փաստորեն դա բացատրվեց եւ Մասյացոտին թեմի Facebook-յան էջը դա կիսվեց, այսպես պաշտոնապես այդ Տեր Երվանդ Քահանայի բացատրությունը առայն, որ ակազվեց, քանի որ Սրբազանի լրատվամիջոցներից մեկը բրուտոս է անվանել, իրենք վստահ են, որ դա Մայրաթորից է ուղղորդվել, ուրեմն եւ դրա պատճառով զեղչվել է Վեհապար Հայրապետի անունը։ Այս երկար նախաբանից հետո ինչ եք կարծում, ստացվում է արդյոք, որ այլևս եկեղեցու բարձրաստիճան, այսպես հոգևորականության ներսում կա ճակ ու Նիկոլ Փաշինյանը իր դրված խնդրում մի քանի քայլ այլևս առաջ է գնացել։ Եկեք, քանի որ թեման իսկապես շատ լուրջ է։ Այո։ Ես ուզում եմ որոշակի նախաբան ասել։ Համեցեք։ Ուրեմն ինչու Վեհապար Հայրապետի դեմ սկսեց արշավ։ Ընդ որում այդ արշավը սկսվեց Վեհապար Հայրապետի Շվեյցարիայի Բեռն քաղաքում քրիստոնյա աշխարհի համայնքի կողմից մեր եկեղեցու նախաձեռնությամբ, բայց այդ համայնքի կազմակերպման մեծ հավաքին, որտեղ Վեհապար Հայրապետը երկու հիմնական միտք է ասում։ Մնացածը ածանցվում են այդ մտքից։ Առաջին եղել է ցեղասպանություն, ցեղասպանության պատասխանատուն Թուրքիան է եւ ցեղասպանության զոհերը մեր եկեղեցու կողմից սրբադասված են։ Սա ուղղակիորեն Թուրքիայի համար մեսիջ էր, որ մեր եկեղեցին, որը անկյունակարն է Սփյուռքի մեր գաղթօջախների, իսկ ցեղասպանությունից մազապուրց հայության ժառանգները հիմնականում արտերկրում են բնակվում։ Այո։ Եվ եթե գա ինչ-որ մի աշխարհակահական նոր իրավիճակ, որտեղ Թուրքիան պարտադրված կերպով ստիպված ցեղասպանություն կճանաչի եւ զոհերի ժառանգների փոխհատուցում պետք է տա, իսկ դա հսկայական գումարներ են, դա Թուրքիայի համար կարող է կործանար լինել։ Ուրեմն պետք է Սփյուռքի գաղթօջախները թուլացնել։ Թուլացնելու համար պետք է թիրախավորեն եկեղեցին, որտեղ եկեղեցին է անկյունակարը, որի վրա այդ գաղթօջախները այսօր կազմակերպված կան։ Հիմա ուրեմն ցեղասպանության պահ եւ երկրորդը Արցախ գոյություն ունի։ Արցախի թեմ գոյություն ունի։ Արցախի հարցը փակ չէ, փակ չէ, այո, փակ չէ։ Սա արդեն հարված է Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը։ Վեհապար Հայրապետը թիրախավորվել է այս երկու կոշտ կեցվածքի համար։ Համոզված ասեմ ձեզ, եթե Վեհապար Հայրապետը այս երկու խնդրի շուրջ ունենար կեցված, որը պատված լիներ լռությամբ, Վեհապար Հայրապետը թիրախ չլինի։ Այսինքն այստեղ անձի խնդիրը չի։ Այստեղ կարգավիճակ ունեցող անձի, որը ներկայացնում է մեր եկեղեցին։ Հիմա գանք ձեր նշած թեմայից։ Փաշինյանը առաջին քայլով փորձում էր ռուսերեն ասած վերցնել նայսպուկ, երբ հայտարարեց, որ Էջմիածնի դա ամիսներ առաջ Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հավաք է անելու, բնականաբար այդ հավաքի վերջաբանը պիտի լիներ Վեհապար Հայրապետի հրաժարականը։ Ամենայն հավանականությամբ իմ գնահատմամբ Փաշինյան Նիկոլը հաշվել էր, որ այդ մեծ հավաքի հիմնական առյուծի բաժինը պետք է լինեն այն կառույցների անդամները, որոնք գործնականում մասնակցել են 2018 թվականի իշխանափոխությանը, խոսքս կյանքի խոսք կառույցի եւ Եհովայի վկաներ կառույցի։ Երբ Փաշինյանը Վեհապար Հայրապետի հրաժարականի կեցված դրսևորեց,
Մի քանի օր տեղեկատվական լրահոսերում կոնկրետ հորդորում կար կյանքի խոսք կառույցի ղեկավարին Արտուր Սիմոնյանին, որ իր ղեկավարած կառույցը պետք չէ մտնել այնտեղ, որտեղ իրենը չի։ Փառք Տիրոջը, որ Արտուր Սիմոնյանը ականջալուր եղավ եւ 4-րդ օրը պաշտոնապես տարածվեց հայտարարություն կյանքի խոսք կազմակերպության, որ ու այսպես ասենք ընդհանուր գնահատականով, որ իրենք չեն խառնվում այստեղ։ 2 օր հետո նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև Եհովայի վկաները։ Ուրեմն առաջին գործողությունը կենտրոնական հրապարակում մեծ զանգված եւ գրող դեպի Մայրաթոր ծախողվեց։ Փաշինյանը այնուամենայնիվ չհրաժարվեց այդ մտքից մեծ զանգված հավաքելու։ Այս անգամ ինքը փորձում էր մեծ զանգված հավաքել մեր եկեղեցու առաջին հերթին հետևորդների, քահանաների եւ հոգեվորականների միջոցով, ներգրավելով նաեւ ժամանակին կարգալույծ եղած որոշ հոգեվորականների, որը ուղեկցվեց փաստորեն որոշ հոգեվորականների ձերբակալությամբ եւ հետապնդմամբ, այսինքն որոշակի վախի մթնոլորտ առաջացնելու համար, որ այնուամենայնիվ շատ քահանաներ մեր եկեղեցու, շատ ծառայողներ, սպասավորներ կլծվեն այդ գործին։ Ավասիկ այդ գործի առաջին քայլը եղավ 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Օհանավան գյուղի Հովանավանք վանքում եկեղեցու, որը փայլուն կերպով ծախողվեց։ Մինչ այդ որոշակի նախապատրաստական աշխատանք տարվել էր, այդ վանքի արդեն կարգալույծ Սոպիկ Ասատրյանը ինքը կեցված էր դրսևորել, ակնհայտ էր, որ առաջին քայլը սկսելու այնտեղից։ Եվ ինձ համար ցուցիչ է, որ նույնիսկ իշխող կուսակցության անդամները, վարչության անդամները, ազգային ժողովի քաղաքպայմանագրի խմբակցության պատգամավորները, կառավարության անդամները իրապես իրավիճակը խիստ համարժեք գնահատեցին, որտեղ հոկտեմբերի 26-ին Հովանավանքում ընդամենը ներկա էր 3 պատգամավոր եւ 3 կառավարության անդամ։ Սա ցուցիչ է։ Այդ հետո եկա շարունակեցին։ Մի վարքան։ Թիվ չկա։ Նորից եմ ասում, քանի պատգամավոր ունի քաղաքպայմանագիրը։ Ես չգիտեմ 70 հոգի ինչ է։ 80-ից ավել։ 3 հոգի են եկել։ Չէ, մի քիչ շատ էին։ Կամերաներով Ես վստահաբար եմ ասում, առաջին օրը 3 էին։ Երկրորդ դևերին մատուցած խնջույքի ժամանակ մի փոքր ավել են, ոչ ավել, բայց այստեղ նայել, որ շարքային քաղաքացին չկար, այնինչ ինքը ձգտում էր։ Դա ուրիշ է։ Ես արձանագրում եմ փաստերը։ Եվ Փաշինյանը այդ 2 հավաքի ձախողումից հետո որոշեց այնուամենայնիվ քայլերի այդ տրամաբանությամբ տեղափոխվել մեկ այլ եկեղեցի, որտեղ ըստ իրեն տեղի բնակչությունը, իշխող վերնախավը, գործադիր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարները վաղուց համարում են իր մտերիմները, իր հետ փոխկապակցված են եւ ունեն անցած ճանապարհ։ Խոսքը Սափյանների մասին։ Հա, Թալին Սափյաններ։ Ահա։ Եվ ի զարմանս ամենայն հավանականությամբ Փաշինյանի այնտեղ ավելի քիչ մարդ հավաքվեց, քան Հովանավանքում։ Այսինքն սա եւս ցախողում էր։ Արձանագրում ենք 3 ցախողում։ Այսինքն մեծ զանգված հավաքել եւ հետո այդ զանգվածին օր նշանակել, որը պետք է գնա Էջմիածնում ինչ որ միջոցառում անի, դա ցախողվեց։ Հաջորդ փուլը այնուամենայնիվ ինքը հասկացավ, որ մեծ զանգված հավաքելը դժվար է եւ ահավասիկ հիմա եկավ ոչ թե դրսից հարվածելու, այլ ներսից պայթեցնելու։ Այն ինչի մասին դուք ասացիք, խոսքը Գևորգ Սրբազանի մասին է, դա ներսից պայթեցնելու օպերացիան է։ Այդ օպերացիայի առաջին քայլը արվեց Վայքում, Խաչիկ գյուղում։ Երբ ներկա գտնվեց թեմի առաջնորդը Աբրահամ Սրբազանը եւ քահանա, որը գործող կարգի համաձայն վեհափար հայրապետի անունը չտվեց։ Այսինքն սա հրաժարումն է վեհափար հայրապետին որպես ամենայն հայոց կաթողիկոս։ Երկրորդ հավաքը, այդտեղ էլ առանձնապես քանակ չկար, թեև ինքը արդեն խնդիր չէր դրել Փաշինյանը մեծ քանակ հավաքելու։ Այստեղ ինքը պայթեցնում էր եկեղեցու ներսում որոշակի ականներ, որի մասին կամ հոգևոր առաջնորդը, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները կամ իրազեկ էին կամ ոչ։ Ես կարծում եմ Աբրահամ Սրբազանի մասին շատերն են իրազեկ, որ ինքը այնուամենայնիվ եկեղեցու
հոգևոր առաջնորդի հանդեպ ունի ոչ միանշանակ վերաբերմունք։ Իդեպ ասեմ ձեզ, ես անձամբ ինքս դրա մասին դեռևս 2018 թվականն եմ իրազեկվել, ինչևէ։ Հիմա արձանագրում եմ Վեհապարի հետ հարաբերությունները լավ չեն։ Իր կեցվածքը, իր մոտեցումները, այսպես ասենք, ոչ այնպեսին են, ինչպես շատ-շատերինը։ Առանց փակագծեր բացելու։ Իսկ Գևորգ Սրբազանը փաստացի ական էր։ Ես ոնց եմ ասում, եթե Աբրահամ Սրբազանը այս կամ այն ձևով տեսանել էր, որ ինքը կարող է նման բան անել, ապա Գևորգ Սրբազանը շատ-շատերի համար, այդ թվում նաև իր հետ ուսանած տարիներին, իր մտերիմների, որոնք հոգևորականներ են, որոնք այսպես խիստ ցավով են տանում այդ փաստը, բայց փաստը մնում է փաստ, որ հաջորդը եղավ Գևորգ Սրբազանը, այսինքն մի ական պայթեց։ Ըստ իս ինչը ցանկանում Փաշինյանը երկու ձախողումներից հետո ներողություն եմ խնդրում, մինչև Փաշինյանի հասնելը շատ կարևոր է, որտեղ ինձ համար էլ Գևորգ Սրբազանի պահվածքը մեղմ ասած անակնկալ էր ու անհասկանալի էր։ Չընկնելով կոնսպիրոլոգիաների դաշտ, բայց որպես կանոն այսպիսի բաներ ինչպիսի մոտիվացիա ունեն, պարոն Նահապետյան։ Ուրեմն վստահաբար ունենում է հետևյալ մոտիվացիան։ Այդ անձի վրա, քանի որ իրեն գաղափարականացված չեն Փաշինյանի կողքը կանգնելու ի սկզբանե, ավելին եղել են հակառակ ճամբարում, սա նշանակում է, որ մոտիվացիան համախոհ լինելը չի, դաշնակից լինելը չի, այլ վարկաբեկիչ նյութ եւ գայթակղություն։ Հիմա թե ինչ վարկաբեկիչ նյութ եւ ինչ գայթակղություն կա, իդեպ նույնը վերաբերվում է նաեւ Սոպիկ Ասատրյանին, ամենայն հավանականությամբ։ Հաշվի առնելով այդ անձի բակալին փառասեր, մեծամիտ, այդպես ապերիական պահվածքով եւ այլն, այդ կարգի մարդկանց շատ դյուրին է գայթակղել, եթե ձեռքետել մի երկու վարկաբեկիչ նյութ լինի, որը ուռճացված կերպով ներկայացվի, ապա բավարար կլինի, որպեսզի դիմացինը, ինչպես ասում են, ընկրկի։ Հիմա ես կարող եմ ենթադրել ինչ որ վարկաբեկիչ նյութ, բայց բնականաբար նաև գայթակղություն է, այնպես չի, այսինքն վարկաբեկիչ նյութը ինքը մտրակն է, բայց դի լինի նաև բլիթ։ Ներկայս ֆիքսենք, որ Գևորգ Սրբազանը այսպես եկեղեցում հայտնի մտերիմ հարաբերություններով, ընկերական մտերիմ հարաբերություններով, ինչ որտեղ դա կոչվում է նաև եղբայրական հարաբերություններ, Մկրտիչ Սրբազանի հետ, Պրոշյանի հետ, որ այս պահին գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իբր 2021 թվականին հոգևորականներին դեպի ընդդիմության հանրավակներ ուղղորդելու համար ու այստեղ էլ էր էլի այդ ամեն ինչը բավական անակնկալ մեղմ ասած։ Ես կարծում եմ եկեղեցու ներսում բարձրաստիճան հոգևորականները եթե իրապես շփվել են եւ ճանաչել են Գևորգ Սրբազանին, իրենք այլ կարծիք ունեն այն կարծիքը, որ դա սպասելի էր այդ արարքը։ Մեզ համար սպասելի չի եւ այն մարդկանց, ովքեր գնահատել են, որ 18-19 թվականին Մայրաթորի դեմ, Վեհապար Հայրապետի դեմ, երբ որ ժամանակին որոշակի ընդվզում կար ապստամբների, աշխարհականների, առաջին շարքերում առավել մարտնչողը Գևորգ Սրբազանն էր։ Ընդդեմ այդ շարժման։ Ընդդեմ այդ շարժման իր զորակցություն, պաշտպանություն եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի։ Իդեպ նույն տրամաբանության մեջ գործում է նաև Սյոպիկ Ասատրյանը, երբ 2018-ին Գնդեվանքի մոտ Վեհապար Հայրապետի նկատմամբ ոտնձգություն արվեց նախկին կարգալույց Աբեղա Հայր Կորյունի եղբորորդի Արմեն Անոմի երիտասարդի կողմից, ասենք այդ անձը իր ծառայությունն էր ուղղակի առաջարկել Վեհապարին իր անվտանգության երաշխավորներից մեկը լինել, իսկ գիտեք անվտանգության ապահովող անձը պատասխանատու է իր կյանքով, այսինքն մարդը կյանքը դնում է հանուն մեկի պաշտպանության, ինչպես Հիսուս իր կյանքը դրեց նախկին, այդ ժամանակ եւ ապագա մարդկության, այո։ Այսինքն ինքը խիստ դրվատանքի արժանի, հա։ Նույն զուգահեռը ես բերում եմ հիմա Գևորգ Սրբազանի հետ կապված։ Այո, 18-19 թվականին տեսանյութերը կա, ես էլ բավական իրազեկ եմ, իր կեցվածքը առավել արմատականներ եկեղեցու եւ Վեհապարի դեմ որոշակի ոտնձգության փորձեր իրականացնող անձանց դեմ ինքը կանգնած էր առաջին շարքում էր, եթե ոչ առաջիններից մեկը։ Եվ իհարկե շատերի համար սա անակնկալ էր, ոնց կարող է մարդը այսպես արագ փոխվել, բայց Գևորգ Սրբազանի այս կեցվածքը պատարագի ժամանակ սա ունի նախապատմություն, իսկ նախապատմությունը հետեւյալն է, առաջին Հովանա վանքի քահանային կարգալույց անելու ժամանակ երկու անձ դեմ են քվեարկել։
մեկը Աբրահամ Սրբազանը, մյուսը Գևորգ Սրբազանը։ Երկուսն էլ դեմ են եղել կարգալույցի Ես այսօր կարդացի փաստաբան Արա Զոհրաբյանի գրառումը, պարոն Ապետյան, հաշվառան որ պարոն Զոհրաբյանը նաև եկեղեցու այսպես մեծ հաշվով փաստաբանն է, հա, եկեղեցական մայրաթորի լավ, այսպես ասեմ, հա, բավական իրազեկ անձնավորություն նաև ներսում մարկախնդիրներից գրել էր, որ փաստորեն փաստացիորեն Գևորգ Սրբազանը ճիշտ չի ներկայացնում, ինքը կողմ է քվեարկել Ստեփան Ասատրյանի կարգալույց լինելու։ Ես արձանագրում եմ այն, ինչ ասվել է այդ անձի կողմից եւ հետո երբ տարածվեց ինքը պաշտոնական հերքում չի տվել։ Չէ, հետո ասաց, որ ես այո դեմ եմ քվեարկել, ոչ միայն հերքում չտվեց, ասաց ես դեմ եմ քվեարկել։ Ես սկզբի առաջին քայլն եմ ասում, հերքում չտվեց եւ հետո ի լրացումն այդ չհերքմանը նաեւ ասաց այո դեմ։ Հիմա ես չեմ ուզում մտնել միտեղ, որտեղ ինքս փաստական չեմ տեսել, հիմք եմ ընդունում Գևորգ Սրբազանի ասածը։ Ուրեմն ինքը դեմ է քվեարկել։ Առաջին քայլը դա, երկրորդ մի նամակ, որով որ դիմում էին իշխանությունները իր անունից գրված, որտեղ կար հորդոր, որպեսզի վերացվի այն խոչերն ու խոչընդոտները, որ արկա են պետություն եկեղեցի հարաբերություններում, որը իրականում որևիցե խոչընդոտ չկա, կա Փաշինյան Նիկոլ եկեղեցի հարաբերություն, չկա պետություն եկեղեցի հարաբերություն, թե Փաշինյանը ինքը իրեն նույնականացնում է կառավարության հետ, բայց ինքը պետություն չի։ Այսպես, հա։ Եվ այդ երկրորդ նամակը, որտեղ Գևորգ Սրբազանը այդ նամակով փաստորեն փորձ էր անում որոշակի հաշտարարի դերակատարում ունենալ այն ժամանակ, երբ այդ նամակից օրեր առաջ ձերբակալվեց իր վաղեմի երկար տարիների մտերիմ ընկեր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, Պրոշյանը։ Եվ մինչետ էլ բանտում գտնվում էին երկու Սրբազաններ թեմերի առաջնորդներ, մի քահանա եւ մի սարկավակ եւ մի ծառայող եկեղեցու Արագածոտնի։ Այսինքն այդ դեպքում դու հաշտության ձեռք մեկնես քո կարգավիճակով իհարկե իշխանով այդ տրամաբանական։ Ես կարծում եմ անտրամաբանական։ Այսինքն իր մոտ էս եկեղեցու պատարագին էս կեցվածքը ունի նախապատմություն, գոնե տեսանելի առումով, մեկը կողմ քվեարկելն է, դեմ քվեարկելն է կարգալույց արել, երկրորդ այդ նամակը։ Եվ հիմա այստեղ գիտեք որն է, որ ինձ համար անձնապես վիրավորական է, որպես եկեղեցու զավակ, երբ եկեղեցու հոգևոր այրից մեկը լրագրողի հարցինի պատասխան մի աղջնակ փախչում է։ Մենք էլ հարցնում ասում այդ բանը, դու ճիշտ է, դու ոսկեած գյուղից ես, չէ՞։ Էական չի։ Չէ, էական է, այսինքն ինքը ակնարկում է, որ այդ ամեն ինչը Վեհապար Հայրապետի կողմից է։ Այդ ինքը կարող է այդպես մտածել, բայց ինչ կապ ունի լրագրողի հարցերը եւ իր այլ հարթության պատասխանելը։ Լրագրողը հստակ, ճիշտ եւ տեղին հարցեր է տալիս։ Որում հարգանքով։ Իհարկե, առավելևս երբ լրագրողը ըստ կարգի մոտենալով ասում է Աստված օգնական Սրբազան, այդ լրագրողին պատասխան չի լինում։ Կարող է լավ չի լսել։ Թեև մեկ ուրիշը որ ասում է սալակի վրա նստած, նա մոտենում է եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ Գևորգ Սրբազանը այդ լրագրողի հարցերին ամբողջովին պատասխանել է։ Չպատասխանելով, այո։ Այսինքն բոլոր հարցերը, որի մեջ կար կոնկրետ առարկայական կարևոր իրողությունների վերաբերյալ Գևորգ Սրբազանի կողմից տրվելիք պատասխան ինքը տվեց իր լռությամբ։ Պարոն Ապետյան, Գևորգ Սրբազանի հետ, ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է, հստակ է, ինքը ունի իր որոշումը եւ իր ընտրությունը, իսկ մենք բոլորս ունենք ընտրության իրավունք, ինչպես նաեւ այդ ընտրության հետևանքով նաեւ պատասխանատվության մեր բաժինները, այսպես ասենք, հա։ Անցնելով առաջ ակնհայտ է դառնում այլևս, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում չկա Նիկոլ Փաշինյանի այս պատերազմական գործողությունների դեմ որևիցե այս պահին գոնե հրապարակային կամ ոչ հրապարակային ծրագիր։ Սա այլևս կարծես թե քննարկվում է բոլոր առումներով, որովհետև Փաշինյանը իր քայլերը անում է եկեղեցու կողմից ձայն բարբառու անապատի։ Մի տեսակ չի ստացվում այնպես, որ այս ամեն ինչը այլևս թողվել է ինքնահոսի վիճակում ու մեծ հաշվով Մայրաթորը պայմանական ասած կամ Վեհապար Հայրապետը սկսել է վայր դնել
ճակերտներով եմ ասում զենքերը ու համակերպվել այս իրողությունների հետ ու եթե այսպես շարունակվի, ապա Փաշինյանի ծրագիրը հեռացնել վեհապար Հայրապետին ավելի քան առարկայական կամ մոտիկ է դառնում։ Ես համակարծիք չեմ ձեր տված գնահատականի հետ, ասեմ։ Դա հարց էր, գնահատական չէ։ Նո, ամեն դեպքում հարցի մեջ ենթատեքստով կար գնահատական որոշակի։ Ասեմ, Փաշինյանը ձախողեց առաջին գրոհը տարբեր կառույցների միջոցով։ Խոսքս կյանքի խոսք եւ ով կա։ Թե ինչու այդ երկու կառույցների ղեկավարները հայտարարություն տարածեցին նման կեցվածք։ Դա մասին որից ձեւ չի բարձրաձայնում, չէ՞։ Երկրորդ, ձախողվեց նաեւ մեծ զանգված հավաքել եւ Էջմիածնի հրապարակում մեծ հավաքից հետո գրոհել։ Ձախողվել է սա փաստացի։ Ես արձանագրում եմ։ Ինչու ձախողվեց։ Բայց իշոնի վեճ էր ինչպես ասում։ Ես ուղղակի արձանագրում եմ իրողություններ։ Առաջին երկու դեպքում ձախողվեց։ Հիմա Փաշինյանի երրորդ քայլը, այսինքն այդ ձախողումը հենց այնպես չի կարող լինել։ Եվ ամեն ինչ չի, որ մայրաթոռը պետք է հրապարակավ կեցված դրսևորի, թե ինչու է ձախողում։ Այսինքն կան աշխատանք, որի մասին ցանկալի չի եւ ճիշտ չի հրապարակայնացնել։ Այսինքն ինքը գաղտնիության էլեմենտ չունի իր մեջ, բայց աշխատանքային առումով ցանկալի չի։ Հաշվի առնելով, որ կոնկրետ խնդիր է դրվել առարկայապես վեհապարին հեռացնել, չէ՞։ Հիմա երրորդը Փաշինյանը փորձում է արկա ականները պայթեցնել, որի մասին ինքը գիտի, որի մասին ես չեմ բացառում որոշ ծառայություններ գիտեն, չեմ բացառում, որ նաև եկեղեցու որոշ հոգևորականներ գիտեն, պայթեցնել, բայց բուն նպատակը այդ պայթեցման եւ դրանից հետո վեհապար Հայրապետ հրաժարական չի տալու։ Ստեղծել, ասեմ այսպես, ապստամբների մի խումբ։ Կլինի մի քանի թեմակալ առաջնորդ, կլինի մի քանի հոգևորական, որոնք մայրաթոռի միաբան են, հա։ Ստեղծել խումբ, որտեղ ծանրության կենտրոն ստեղծվի։ Թեև այդ ծանրության կենտրոնը իր հակակշիռ մյուս կենտրոնի շատ ավելի թույլ է, բայց կարևորը ստեղծելն է։ Ինչու, որտեղ եւ նույն Փաշինյանը փորձում էր ծանրության կենտրոն ստեղծել քահանաների միջոցով, ընդամենը 3 քահանա, ուշադրություն դարձրեք, 3 քահանա։ Այսինքն քահանաների միջոցով ծանրության կենտրոն չկարողացավ ստեղծել։ Հիմա դա ամը սրբազանների միջոցով։ Այո, հիմա դա անում է, վստահաբար ճիշտ եք, սրբազանների միջոցով, երկուսը հրապարակավ փաստորեն անուղակի իրենց համաձայնությունը տվել են, որ իրենք այդ դաշտում են։ Ես չեմ բացառում, որ էլի լինեն սրբազաններ, բայց խնդիրը այն չի, թե այդ հարաբերակցությունը ուժերի ինչքան կլինի 30, 70, 40, 60, 50, 50։ Խնդիրը որ մի այդպիսի ծանրության կենտրոն ստեղծվի, որը Փաշինյանին հնարավորություն կտա այդ իրավիճակը դարձնել քննարկման նյութ եկեղեցու ներքին ժողովներում, մասնավորապես եպիսկոպոսած ժողովում, որի մասին իդե Փաշինյանը ասել է, այսինքն դա պատահական չի ասել։ Ինքը քանի որ մասնագիտական կրթություն, ասենք հատուկ ծառայությունների աշխատանքի չունի, իսկ այնտեղ սովորաբար դառնում են մարդիկ, որոնք փակ բերան են եւ նաեւ սովորում են, որ գայթակղությանը չտրվեն, երբ փորձեն թևերի տակ ձմերուկ դնել, ժամանակի շուտ չասել, ինքը քանի որ այդ չունի եւ մեծամիտ ու փառասեր է, ինքը այդ գայթակղությանը չի դիմանում։ Ինքը որ ասեց այդ ժողովի մասին, ինձ համար օրինակ խիստ տեսանելի եւ ակնհայտ էր, որ ինքը փորձում է ստեղծել մի ծանրության կենտրոն, ինչ-որ թվականակով, եւ այդ թվականակի մեջ գտնվող անձինք ինչ-որ հարց բարձրացնեն եպիսկոպոսատ ժողովում։ Իր ծրագիրը այս պահին, իմ կարծիքով սա է։ Քաջողվի ստեղծել կյանքը ցույց կտա։ Ինքը լիահույս էր, որ երկու կառույցներով կարող է կյանքի խոսքով եւ վայ վկաներով հավաքել չստացվեց, ժողովրդով հավաքել չստացվեց, քահանաներ շատ ներգրավել չստացվեց։ Հիմա երկու սրբազան, կարող է եւս մի քանիսը լինի, բայց դրանով ինչ է որոշվելու։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ինչ է որոշվելու, բան պաշտոնապես երկպառակությունը, երկպացությունը ստեղծելու հայրաքելական եկեղեցու։ Եկեղեցու ներսում մեր եկեղեցին ավելի մեծ փորձություններով էլ անցել, ասեմ այսպես։ Երկպառակությունը մենք մշտապես փորձություններով անցել ենք արտաքին վտանգի պարագայում։ Այս պահին սա էլ արտաքին վտանգ։
Ներքին կատարողականով, իսկ մենք հաճախ արտաքին վտանգ, որ ունեցել ենք, ներսում սպասարկողներ են եղել այդ արտաքին վտանգը, այդ թվում նաև պետական ինստիտուտներում կամ իրեն դեմ եւ նաև հոգեվոր իշխանության մեջ սպասարկողներ եղել են։ Արտաքին վտանգը եթե ներսում սպասարկող չկա, դա դրսից ուղակի սրով գազ գրավես։ Այդպես չի, չէ՞, ներսից են հիմա։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը հստակ պատկերացնում եմ մեր եկեղեցու եւ հոգեվոր առաջնորդը եւ պատասխանատու հոգեվորականներ եւ առանց բարձրաձայնելու, առանց, ինչպես ասում են, կեցված դրսևորելու, հիմա փորձելու են եւս այս մի քայլը անել այնպես, որ ծախողվի։ Հիմա ենթադրենք Բայց ո՞նց է ծախվելու, դա արդեն են հանգամանքը, որ մի քանի թեմեր Հայաստանում չէ, թեմեր չէ, թեմակալ առաջնորդներ։ Թեմակալ առաջնորդները իրենց հետ բերում են նաև իրենց թեմերը։ Ոչ, դա իրակ ոչ, այդպես չի։ Ասեմ մեկ օրինակ բերեմ։ Օրինակ, այս վերջին պատարագում, երբ Գևորգ Սրբազանը ներկա էր, եւ չգիտես ինչու, այդ եկեղեցու հոգեվոր հովիվը դիում էր գրել եւ արձակուրդ էր գնացել։ Ես կարող եմ ենթադրել, չեմ ուզում փաստարկված ասեմ, բայց կարող եմ համաձայն չէ տեղ ունեցողը։ Ինքը հրաշալի գիտեր, որ այդտեղ գալու է Փաշինյանը, գալու է թեմակալ առաջնորդը եւ ինքը իր կեցվածքը այդ ձեով դրսևորեց։ Այսինքն այնպես չի, որ թեմակալ առաջնորդը, եթե մի ձեով է, հա, մտածում, հոգեվորականները այլ ձեով, որ ասենք նույն հիմա հակառակ կողմից նայենք Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը այլ ձևով էր, չէ՞ մտածում, իր զորակցություն եկեղեցու վեհապարի, բայց իր թեմից անձ չէ գտնվեց, որը հակառակ դաշտում հայտնվեց։ Անձեր ասենք, հա, անձեր։ Եթե հաշվի առնենք Թալինի, այո, երկու անձ, ճիշտ է։ Մյուսը Տաուշից էր։ Դա մեկը տաքսիստը, նախկին տաքսիստը։ Հիմա ինչի համար եմ ես սա ասում, որ Պրոցեսը Փաշինյանը հիմա տեղափոխել է ներսում ինչ որ գործընթացներ, խմորումներ, որտեղ պիտի ներկայացվի պարակտումը, այսինքն այնպես պիտի բաժանվի, որ քահանաների կեսը, այսպես ասենք, կապ չունի որ թեմերից, սրբազանների կեսը, թեմերի առաջնորդների կեսը դեմ են վեհապար Հայրապետին, հա? Այստեղ արդեն ուժերի ռեալ փոխհարաբերակցություն կարող է լինի, որտեղ դու քաշային կարգը այդ ուժային կենտրոնը ստեղծած ինքը արդեն կարող է նաև վճռորոշ լինել, ճիշտ է։ Բայց ես համոզված ասեմ, որ նման բան չի լինելու։ Այո, կարող են լինել ինչ որ քահանաներ։ Այստեղ բավականին ձիգ են քահանաները, ամենայն լրջությամբ եւ պատասխանությամբ։ Քահանաները իրենց բարձունքի վրա ամուսնացյալների մասին է խոսքը։ Այո, ամուսնացյալներ։ Արդեն բոլորն են քահանա, դրա համար ասում են։ Հա, ամուսնացյալ քահանաներ, այո, ճիշտ է։ Այստեղ իրենք եւս ցախողելու են։ Բայց խնդիրը էսի հարցի մի կողմն է։ Երբ ասում են, որ վեհապարը պիտի հրաժարական տա, ես ասում եմ, եղբայր ասում եմ։ Իսկ նման հարցադրում բարձրացնողը իրականության մեջ իրան ո՞նց ազգում։ Ուսուցկեն ինչ անշանկում հրաժարական տալ։ Այդպիսի հասկացություն չկա, որտեղ վեհապար Հայրապետը օցիալա Սուրբ Հոգով եւ Աստծո որոշում կա։ Աստծո որոշումը մարդը չի կարող բեկանալ։ Ավելին ասեմ, եթե օրինակ մեր 4 նվիրապետական աթոռներից մեկի առաջնորդը վատ առողջ է եւ նման օրինակ մենք ունենք Պոլսո հայոց պատրիարք Արքեպիսկոպոս Մուտաֆյան, այո, Մուտաֆյանը երկար ժամանակ վատ առողջ էր, հաջորդը առաջնորդական տեղապահ էր, պատրիարքական տեղապահ էր։ Այո, տեղապահներ գործեր անում, բայց ստատուսը իր վրա էր։ Ճիշտ է։ Այսինքն եթե անգամ առողջականը չի բավականացնում, քո կարգավիճակը չի փոխվում։ Կարծեմ Աթեշյանն էր, որ պատրիարքական փոխանակ։ Եվ ավելին ասեմ, հիմա օրինակ Վրաստանում նույն վիճակն է։ Բավականին տարիքով է հոգեվոր առաջնորդը եւ առողջություն թույլ չի տալիս այդ ամեն ինչը։ Տեղապահ կա, իհարկե, բայց կարգավիճակը այդ անձինն է, հա։ Եվ այստեղ, ասենք նրանք ովքեր որ ասում են հրաժարական, Փաշինյանը մեր եկեղեցին փորձում է իրականում իր տերերի նպատակը որն է վերջին հաշվով։ Քանի որ ցեղասպանության մասին խոսք գնաց, ես իմ խոսքի սկզբում ասի, ինքը փորձում է եւ իր տերերը փորձում են մեր եկեղեցուց, որը 4 նվիրապետական աթոռ ունի, ստեղծել նոր աթոռ եւ Էջմիածնից հանել այդ աթոռը, բերել Երևան, որպես մայրաքաղաք, հիշում եք, դրա մասին Փաշինյանը անթակույց ասես, չէ, ինչու Էջմիածին վաղաշաբաթ, որտեղ մայրաքաղաք, որտեղ այստեղ դինի, այստեղ ստեղծել օրինակ ասենք Հայաստանի առաքելական եկեղեցի անունով
մի նոր եկեղեցի, որի մեջ կմտնեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թեմերը։ Մնացած ամեն ինչը, ինչ որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, դա պետք է լինի դրսում։ Ինչու՞։ Որտեւ երբ Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման, Արցախի թեմի եւ ցեղասպանության մասին խնդիր լինի, այստեղի իր կողմից նշանակած ճակերտներում ընտրված կաթողիկոսը ունենա նույն դիրքորոշումը եւ գնահատական ինչ որ ինքը։ Այս ամբողջ օպերացիայի իմաստը վերջին հաշվով դա է։ Սա ձախողվելու է, որտեղ չի կարող այսպես լինել։ Պարոն Ապետյան, եկեղեցու թեմայով մեկ այլ հարց էլ, բայց ինքը շատ այսպես երևի թե միգուցե նաև էմոցիոնալ է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Հիմա նաև համացանցում կա գնահատական ու կարծիք, որ եթե Վեհապար Հայրապետը չի պատրաստվում կռիվ տալու, որտեվ կներեք շատերի մոտ մի քիչ ծայրահեղական դիրքորոշում կա այն առումով, որ հիմա սուր է բարթացում հայրաքելական եկեղեցու դեմ, ուստի Վեհապար առաջնորդը պետք է ընդունի այդ մարտահրավերը եւ առաջնորդի հավատացյալներին, պայմանական ասած, անշուշտ առանց բռնության, առանց ամեն ինչի քրիստոնեական տեսանկյունից։ Ասենք այն ժամանակ, երբ որ ընթանում են այդ կեղծ պատարակները, կեղծ հոգևորականների մասնակցությամբ, մայրաթոռը օրինակ կոչ չի արվում գալ մայրաթոռի պատարակի մասնակցել, որտեղ Վեհապարը ելույթ պետք է։ Մի խոսքով, ասում են այդ պարագայում միգուցե Վեհապար Հայրապետը տեղապար նշանակի մեկին, որ պատրաստ է ավելի այսպես ռադիկալ կռիվ տալու։ Լավ, եկեք այսպես, հա, ավելի պրագմատիկ նայենք, էլի։ Այդ բառերը բականին իր մեջ էներգիա կրում են, կռիվ տալ, ռադիկալ կռիվ տալ։ Բայց ավելի սթափ հետևյալն է։ Հակառակորդը քայլ է անում։ Կռիվ տալ ասելով էսի նկատի ունեմ, այսինքն մայրաթոռի պլան ծրագրել, որպեսզի չլինի հեղաշրջում, այսպես ասեմ։ Ես նորից եմ ասում, ավելի առարկայական։ Հակառակորդը անում է քայլ որը հաշվարկելի է, որը պետք է ձախողվի։ Ես առնվազն 3 դրվագ ասացի, որտեղ հակառակորդի քայլերը ձախողվել են։ Սա ինքնաբերաբար եւ հենց այնպես չի արվում, հարգելի Նարեկ։ Նորից կրկնեմ, շատ կարևոր է, որ մեզ լսողները նաեւ հասկանան, նրանք ովքեր ես հասկանում եմ իրենց ներքին էմոցիոնալ զգացմունքային վիճակը, որ արտաքին դրսևորումներ կլինի։ Այո։ Եթե չկա արտաքին դրսևորում, բայց հակառակորդի քայլերը ձախողվում են, սա որոշակի աշխատանքի արդյունք է։ Կյանքի խոսք Եհովայի վկա չստացվեց։ Քահանաներ, շատ քահանաներ հանել եկեղեցու դեմ, Վեհապարի դեմ չստացվեց։ Մեծ զանգված հավաքել, գրոհել չստացվեց։ Հիմա արվում է 4-րդ, 3 քայլ ձախողվել է։ 4-րդ քայլը ներսից պայթեցնել, սա հաշվարկել է, չէ, առանձնապես այդպես ինչ որ լուրջ բարդ չի։ Հիմա ես ասում եմ, 2 անց իրենք անուղակի կեցվածք են դրսևորել, ոչ ուղակի հրապարակավ, անուղակի իրենց քայլով, հա։ Հիմա եկեղեցին ինչ որ քայլեր կանի, ինչ որ քայլեր կանի մայրաթոռի հայտարարությամբ, ինչ որ քայլեր կանի ինչ որ հոգևորականների հայտարարությամբ, սրբազանների, քահանաների կեցվածքով, հայտարարություն կամ կեցված կլինի, ասենք, եկեղեցու հավատավոր զավակների կողմից, հա, իրենք կարող են ինչ որ քայլեր եւ գործողություններ անել օրենքի դաշտում։ Սա բոլորը համալիր է։ Եվ տեսականորեն նայենք, եթե այս փորձը եւս ցախողվում է, որին ես ավելի շուտ հակված եմ եւ համոզված եմ, որ ցախողվելու է, որտեղ ճշմարտությունը իրենց հետ չի, ես ելնում եմ այդ իրողությունից, հետո նոր գետնի վրա պրագմատիկ գնահատում եմ ուժերի հարաբերակցությունը։ Սա ձախողվելու իրենք պետք է մտածեն այլ նոր բան։ Եվ դրանից հետո մենք արձանագրենք, որ 4 գործողություն ձախողվել է, 3-ը ձախողվել է, սա 4-րդն է։ Տեսնենք, լավ, պարոն Ապետյան, մեկ այլ իրադարձություն տեղ ունեցա բավական ուշագրավ, որը այս խառը իրադարձություններում այսպես հանրային մեյնսթրիմի թիվ 1 թեմա չդարձավ, բայց շատ կարևոր էր, հա։ Հայաստանի այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան։ Իրենք գնացին, եկան ու այսօր նայում էի այդ ասուլիսը, որտեղ խոսում էին, որ երկու երկրների միջև ցավեր կան, այնքան պետք է խաղաղություն կառուցվի եւ այլն, ու այնտեղից մեկը
ասում է որ գտնվում ես Բաքվում, եթե այսպես պայմանական եմ ասում, ու ցիտատ չի, աչքերդ փակես ասում, չտեսնես որ Բաքվում ես գտնվում, հագուստը, պահելաձևը, խոսքը, հեռախոսին անգամ պատասխանելը շատ իդենտիկ է հայաստանցիների եւ ադրբեջանցիների, չես հասկանում, Հայաստանում ես գտնվում, թե Ադրբեջանում։ Ոստի նաեւ լրատվամիջոցները իրենք նույնպես պետք է ամեն ինչ անեն, որ թշնամանք չհարուցեն, չանեն, զգուշեն եւ այլն եւ այլն։ Էս ինչ process է, էս ինչի համար է այս ամեն ինչ արվում։ Այն պարագայում, երբ որ ադրբեջանական բանտերում տառապում են հայ գերիներ, գոնե սկսենք դրանից, էլի ամենայն առաջի փաստն եմ ուզում ասեմ ավելի չխորանալու համար։ Դա պաշտոնական այց էր, այսինքն Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակություն։ Դե փող են ծախսել։ Փողի խնդիր չի, պաշտոնապես են չէ գնացել։ Հայաստանի Հանրապետության ինչ ինքնաթիռով են գնացել։ Չգիտեմ, բայց բավական Հայաստանից են չէ գնացել։ Հայաստանից Ադրբեջան, Ինձ օրինակ հետաքրքիր է շահիդների պուրակ իրենք այցելել են, ծաղիկ դերել են, թե չէ։ Օրինակ իսկապես շատ հետաքրքիր է։ Ասում են չէ, իբրտե։ Հա։ Եվ հիմա ինչ նպատակ է հետապնդում։ Նպատակը նման ժողովրդական դիվանագիտության քայլերով, սա ժողովրդական դիվանագիտության էլեմենտ է։ Փորձում են լուծել երկու երկրների եւ այդ տարածքում ապրող քաղաքացիների կամ ժողովուրդների, իսկ Ադրբեջանը բազմազգ ժողովուրդ է, այնտեղ մի ժողովուրդ չի, թշնամանքը։ Օրինակ, թշնամանքը վերացելու գործնական առաջին քայլը ըստիս ոչ թե այցելություններն են, այլ որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը այդ քայլով նաև լուրջ մեսիջ կտար Արցախից դուրս եկած մեր հայրենակիցներին, որ ինքը որոշակի առումով երաշխավոր է, եթե ինչ որ քանակի ազգությամբ հայեր փորձեն վերադառնալ, ապա ամբողջովին իրենք պատրաստ են երաշխավորել հայերի այդտեղ ապրելը, անվտանգ ապրելը։ Իհարկե Ադրբեջանի քաղաքացու անձնագրով։ Գիտեք որն է սա։ 1988-89 թվականին Բաքվում, Սումգայիթում եւ Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Դատապարտող եւ իրական մեղավորներն ու կազմակերպիչներին դատանի առաջ կանգնացնում։ Դուք եք հասկանում, չէ՞ դա անհնար բան է։ Ուրեմն, այստեղից հետո չէ։ Ես ասում եմ, եթե կողքից չեզոք որպես, չասեմ որպես հայ Հայաստանի քաղաքացի կողմնակալ, եթե կողքից եմ նայում, ես գնահատում եմ, այ օրինակ հայերը ինչու կվերադառնա, եթե այդ երկրի ղեկավարը իսկապես ցանկանում, հա, սա լրջագույն քայլ է, շատ ծանր է իր համար։ Բայց եթե դու իսկապես ուզում ես, որ վերադառնա եւ թշնամանքը վերանա, սա այն առաջին եւ լուրջ քայլն է, որը պետք է արվի։ Իհարկե անհնար է։ Եվ այստեղից հետևություն։ Առանց որ այդ կազմակերպիչների մեջ նաեւ իր հայրն է եղել ժամանակին։ Այստեղից հետևություն, որ թշնաման կոչվածը վերացնելը ինքնին բացառումն է, սովորաբար թշնամանքները 1-2 սերունդ է անցնում, հա, որ դա վերացվի կամ ավելի շատ։ Խնդիրը հետևյալն է, որ մեր ժողովրդի ընկալումներում Ադրբեջանը դիտվի ոչ այդքան բարբարոս, վայրակ, ցեղասպան, բնակչությանը տեղահանող եւ այլն, այլ դիտվի զուտ քարոզչականի մասն է խոսքը, այլ որպես դիտվի դե մեր հարևանն է հիմա, առևտուր կանենք, բիզնես կանենք եւ այլն։ Եվ դրանից հետո այդ քարոզչական ֆոնը ապավելուց հետո արդեն օրինակ ինչ է կարծում, եթե մեր հարևան Ադրբեջանը իր տարածքով այստեղ անասնակերա տեղափոխում, վաղը նաև այլ մթերքներ, հա, այցելություններ, կոնֆերանսներ, ներդրումներ, ինչ է կարծում, այդ պետության հետ արժի չէ լուրջ հարաբերություններ ստեղծել, արդեն պետական մակարդակով։ Եթե արժի պետական մակարդակով հարաբերություն, նշանակում է թշնամանքի հիմնական դոզան անցյալում է։ Բայց եթե այդպես է, օրինակ 300,000 ադրբեջանցի ուզում են վերադառնալ, իսկ հայերս այլևս թշնամանքով չենք վերաբերվում, իսկ Ալիևն էլ չի ցանկանում Հայաստան մտնել տանկերով, որը կարա մտնի, որտեղ այդ հայտարարության մեջ կա ենթատեքստ, պետք լինի տանկերով էլ կմտնենք, քանի որ պետք չի մեքենաներով ենք մտնելու։ Սա նշանակում է, որ քարոզչական հող է նախապատրաստում այսօր Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետությունից 100,000-ավոր մարդկանց տեղափոխելու համար, որ մեր ժողովուրդը հասցի դե վերջին հաշվով մեր հարևան ադրբեջանցիները իրար հետ ապրել ենք մինչև 88 թիվը, նորմալ ենք եղել, խառը ամուսնություններ էլ եղել եւ այլն, հետաբար թող գան ապրեն, ինչ է եղել։ Թող գան ապրեն։ Այսինքն այս այցելության սա առաջինն էր, հա, այսպես։
ինքը շարունակություն ստանալու է, տնտեսական ներդրումներ եւ այլն, իսկապես լինելու է։ Ըստ վերջերս ես պատական մի մթերային խանութից միրգ էի գնում, ինձ ծանոթ անձնավորություն է, պարոն Աբիջան ասեց. «Այս Ղարաբաղից քո սիրած նուրն է»։ Ասի ոնց Ղարաբաղից, ասեց, հա։ Ասես, հա, վստահաբար Ղարաբաղի նոր, ասի, ինչ հիմքեր։ Վրաստանով բերում։ Այո, բերում են Վրաստան, Վրաստանից բերում են։ Այսինքն մի հատ միջնորդ պետություն, սա ես նռան օրինակը բերեցի, բայց Վրաստանը որպես միջնորդ երկիր ինքը այդ ծառայությունները մատուցել է։ Պատական չի Ադրբեջանի, Վրաստանի որոշ պատկան կառույցների ղեկավարներ պարբերաբար Վրաստան են գնում, ինչ են կորցրել։ Գնում են խինկալի ուտեն, իհարկե ոչ։ Եվ կարծում եմ, որ Վրաստանն է միջնորդը լինելու, մինչև այս հարաբերությունները, բայց այս ամեն ինչի վերջն արդյունքը վստահաբար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալն է, որ այստեղ բնակչությունը սրերով չընդունի։ Իհարկե անվտանգությունը Ադրբեջանը միջազգային կառույցներին է տալու, որի մեջ լինեն բնականաբար Թուրքիայի եւ ոչ միայն Թուրքիայի, Պակիստանի եւ ոչ միայն Պակիստանի անպատասխան կառույցների ներկայացուցիչներ, բայց կարևորը որ իրենք քարոզչական հողով մեր ժողովրդի, այնմեղ ասած, սա Փաշինյանի եւ իր տերերի մտահղացումն է ուղեղների լվացման համար, որ վաղ ադրբեջանցիները գան, մարդիկ եղաններ չառնեն այդ ադրբեջանցիների դեմ։ Թեև նրանք անվտանգություն ապահովող նաև շարժակազմով են գալու, բայց այնուամենայնիվ մարդը եթե տրամադրված է, այդ արդեն խնդիրներ է, էլի։ Հիմա փորձում են այդ առերևույթ քարոզչական դաշտում այդ ճշտամանքը վերացնել, բայց որը վստահաբար չի վերացվելու, որտեղ այսօր մենք ունենք հայրենազգված Արցախ, որի էջը փակված չի, որքան էլ Փաշինյանը, Ալիևը եւ իրենց տերերը խոսեն, մենք ունենք ռազմագերիներ եւ ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մենք ունենք Հայաստանում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ։ Սա նվազագույնն եմ ասում, հա, ավելի Պարոն Աբիջան, իդեպ վերջի թեման կուզենայի խոսել Արցախի էջի չփակված լինելու հետ կապված։ Հիմա էլ Հայաստանում է եւ բավական ակտիվորեն հարցազրույցներ է բաժանում, այսպես ասեմ, մեր գործընկեր լրատվամիջոցներին Ռուսաստանյան Էխո Մոսկվի հանրահայտ ռադիոկայանի ղեկավար Վենեդիկտով։ Այո, Ալեքսեյ Վենեդիկտով։ Հիմա Ալեքսեյ Վենեդիկտովը իր հարցազրույցներից մեկում առնվազն նշեց, որ իր կարծիքով Ռուսաստանի համար Ղարաբաղի էջը փակ չէ։ Ինչպես նաև ասաց, որ Ռուսաստանը մեծ հաշվով ճակերտներով փուռը տվեց Արցախը ուկրաինական թատերաբեմում թուրքական եւ ադրբեջանական որոշակի լոյալություն ունենալու համար։ Հիմա չընկնելով կրկին կոնսպիրոլոգիաների գիրկը, մենք գիտենք, որ Էխո Մոսկվին երկար տարիներ եղել է Գազպրոմի ստրուկտուրա, այսինքն Գազպրոմի կողմից ֆինանսավորից Գազպրոմը բոլորից էլ հավաքական հայտ է դառնում, որ չի կարող այսպես անդիմադիր եւ ոչ կառավարի լրատվամիջոց ֆինանսավորել։ Այս ամեն ինչը ինչ է նշանակում, արդյոք ռուսական լիբերալների պայմանական առաջնորդ նշանակված Վենեդիկտովը ինչ որ մեսիջ է տալիս առայն, որ այն ինչ որ չի կարող ասել ռուսական պաշտպանական կողմը պայմանական ասած։ Ուրեմն նախ դուք երկու գնահատական այդտեղ տվեցիք Վենեդիկտովի հետ կապված, այն որ իբր Արցախը ռուսական կողմի թողտվությամբ հանձնվել է, որովհետև Ուկրաինայում Թուրքիայի եւ Վենեդիկտովի ասածն եմ ասում։ Ես գիտեմ, ես լսել եմ։ Հա։ Սա իրականության հետ որից է աղերս չունի։ Վստահաբար եմ ասում, այդ Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինային ինչ որ ուզել են տվել են։ Մի բան էլ ավել թաքուն են տվել, որի վերաբերյալ ռուսական համապատասխան կառույցները վստահաբար եւ հրաշալիորեն տիրապետել են ինֆորմացիա։ Այս վերջերս էլ Սու-22-ներն էին, հա։ Այդտեղ խնդիր չի։ Բայց այո, Վենեդիկտովը հիմնականում արևմտյան դաշտի լսարանի համար է ասում, ինքը նոր բան չի ասել։ Ինքը ասել է այն, ինչ ասեց օգոստոսի 9-ին Ռուսաստանի այս տարի պաշտոնական հաղորդագրությունները, որով ասվեց, որ ողջունում են Ադրբեջանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այո, հա, ամերիկյան միջնորդությամբ նախաստորագրված ինչ-որ փաստաթղթեր, բայց շատ կարևոր բան ասվեց։ Ասեց ռուսական կողմը ինքը հետապնդելու է այդ թնջուկը լուծելու, ես իմ բառերով ասեմ, թնջուկը լուծելու այն երրակողմ հայտարարությունները, որոնք կան։ Եվ դրա վերաբերյալ Ռուսաստան Դաշնության նախագահն նաև ասել։ Իդեպ Նոյեմբերի 9-ով չլրացավ այդ երրակողմ 5։ Ուրեմն 4 երրակողմ կա, որոնք այս պայն ունեն իրավական ուժ։ Ուզեք, չուզեք, համաձայնվեք, չհամաձայնվեք,
ցանկալի է թե ոչ, դա խիստ երկրորդական է։ Ես նորից եմ կրկնում, եռակողմերի մասին այդ թվում եւ առաջինը նոյեմբերինը, սա իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ որի վերաբերյալ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրած այդ փաստաթուղթը հաջորդ օրը ռուսական կողմը արձագանքեց կամ 9-ին կամ 10-ին, հիմա օրը չեմ ուզում ոչ ճիշտ ասել։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը ասում է ԱՄՆ-ի միջնորդությամբ ինչ որ արվում է խաղաղության հաստատման համար լավ է, բայց մենք ունենք մեր տեսլականը խաղաղության հաստատման, մեր գործիքակազմը եւ մեր մոտեցումները, որը ամրագրված է եռակողմ հայտարարություններով, 4 չասվեց, ասվել է եռակողմ հայտարարություններով։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը հետամուտ է լինելու իր շահերի սպասարկումը եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ, որը էականորեն տարբերվում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից։ Ավելին, նոյեմբերի 9-ի փաստաթղթում գոյություն ունի Արցախ, հիմա կարող ասեք չկա։ Գոյություն ունի Լաչինի Միջանցք, կարող եք ասել չկա։ Դե կաղավորն է չկա։ Գոյություն ունի խաղապարներ, կարող եք ասել չկա։ Եվ որը վերջին չկաները ճիշտ է, ես էլ ուրիշ զուգահեռ բերեմ։ 1948 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց, որ Պաղեստինի տարածքում երկու պետություն կստեղծվի՝ Իսրայել եւ Պաղեստին։ Պաղեստին պետությունը չկա, բայց իրավական ակտը կա։ Եվ այդ ակտին հետամուտ ժողովուրդ կա, այդ ժողովրդի կողմից կազմակերպություններ եւ իրենց դաշնակիցներ։ Իրավական ակտը կյանքի կոչելու համար։ Սա նշանակում է, որ քանի որ ռուսական կողմը հիմք ընդունում իր կողմից, իր երկրի նախագահի կողմից դրած ստորագրության փաստաթղթերը, ինքը հետամուտ արնելու անկախ նրանից Արցախից բռնությամբ տեղահանված հայերը հետամուտ կլինեն թե չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հետամուտ կլինեն թե չէ, ինքը հետամուտ է լինելու։ Իսկ եթե պարզվի, որ Արցախից բռնությամբ տեղահանված հայերի ճնշող մեծամասնությունը եւս մեծ ցանկություն ունեն իսկապես, այս բան չեմ կարող ասել, վերադառնալ անվտանգության ռեալ երաշխիքներով, որը ոչ թե Ալևի տվածն լինելու, այլ մասնապես օրինակ Ռուսաստանի։ Կարող է չեմ բացառում Իրանի Իսլամական Հանրապետության, չեմ բացառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչ որ երաշխիքներ։ Եթե այդպիսի երաշխիքներ եւ լինի ցանկություն, Արցախի էջը փակված չի։ Սա հարցի ես նայում եմ իրավաքաղաքական պահը։ Իսկ եթե ես նայեմ անվտանգային պահը, ապա ես գնահատում եմ, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում հաստատական կերպով իրեն դրել է այն ճամբարում, որը Ռուսաստանի դեմ պիտի խնդիրներ առաջացնի, ընդ որում լրջագույն խնդիրներ։ Եվ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կեցվածքը այդ խնդիրների առաջացման գործընթացի սկզբում գործնական խիստ է լինելու։ Այդ թվում նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ օգտագործվելու է իր համար Ադրբեջանի համար շատ խոցելի գործիքներ, որոնցից առաջինը եւ հիմնականը Արցախի հարցն է։ Այսինքն թեման փակված չի, բայց թեման փակված չնելու ամենաառաջին եւ անկյունակարային մոտեցումը նա է, որ բռնությամբ տեղահանվածները ցանկանան վերադառնալ։ Երբ լինի այդ ցանկությունը, կլինեն նաեւ պաշտպանները, ու հարմար աշխարհակաղակական իրավիճակով կարող է եւ իրավիճակ ստեղծի, որտեղ հայերը վերադառնան։ Եվ ամենավերջում, ինչու եմ այդպես կարծում, եւ դա իմ այդպես երազանք չի, ցանկությունը չի, այսպես ասեմ։ Որտեղ Ռուսաստանի համար ստրատեգիական տնտեսական զարգացման համար գոյություն ունի մեկ միջանցք, առաջին հերթին հյուսիս-հարավը։ Այդ հյուսիս-հարավը ունի 5 ճանապարհ։ Մեկը ասում է Միջինասիական Հանրապետությունը, ես վերջերս իդեպ գործեց, ամենաթույլն է, իր թողունակությամբ երկաթուղիով։ Երկուսը Ադրբեջանով, մեկը Կասպից ծովով, մեկը Հայաստանով։ Վստահաբար որ պահին այդ հյուսիս-հարավի խցանումները ռուսական կողմը հանեց, իսկ այդ հանելու գործընթացը գործնականում սկսելու է Ուկրաինայում կռվի դադարեցումով։ Եթե այդ խցանումները սկսեց հանել, վստահաբար Ռուսաստանը չի կարող իր ստրատեգիական միջանցքը տալ այլ պետության տնօրինմանը, օրինակ Ադրբեջանի կամ Հայաստանի Հանրապետությանը, իր համար ստրատեգիական, որտեղ ցանկացած բան այդ երկրի ղեկավարը կարող է փոխել կամ ղեկավարությունը փոխվել այլ երկրների հատուկ ծառայությունների օժանդակությամբ, որոնք կրկին
խցանումներ առաջացնեն այդ միջանցքի կենսագործնեության համար։ Եվ հետեաբար որից այդ խցանումները չլինեն, սա ընդունված է եւ դա Ռուսաստանի մենաշնորհը չի կամ իր հայտնագործությունը չի։ Այդ կարևորագույն միջանցքներում սովորաբար ցանկացած պետություն տեղակայում է իր ռազմական բազաները։ Ես կարծում եմ ամեն ինչ ասեցի։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար, բավական երկար զրուցեցինք, տեսնենք թե ինչ է ստացվելու։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր անվտանգային հարցերով փորձագետ, պայեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, մնացեք խաղաղությամբ։